Հարգարժան նախագահողներ, հարգելի պատգամավորներ, հարգելի գործընկերներ, ներկայացնելով 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, նշեմ, որ հաշվետու ժամանակահատվածի բյուջեի ճշտված ծրագրային ցուցանիշը կազմել է 108.8 միլիարդ դրամ, բյուջեով հաստատված 105 միլիարդ դրամ, ցուցանիշից 3.8 միլիարդ դրամով ավելի, 2024 թվականի նկատմամբ 7.8 միլիարդ դրամով ավելի, որից ընթացիկ ծախսերը կազմել են 102 միլիարդ, իսկ կապիտալ ծախսերը 6.8 միլիարդ դրամ։ Տարեկան 108.8 միլիարդ դրամ հատկացումների դիմաց ընդհանուր փաստացի ֆինանսավորումը կազմել է 105.7 միլիարդ դրամ, ճշտված ցուցանիշից 3.1 միլիարդ դրամ կամ 2.8-ով պակաս, կատարողականը շուրջ 97.2%։ Ծախսերի կառուցվածքում ընթացիկ ծախսերի մասնաբաժինը կազմել է 102 միլիարդ դրամ, ամբողջի 93.7%-ը, որը կատարվել է 98.2%-ով։ Ոչ ֆինանսական ակտիվների գծով կապիտալ ծախսերի մասնաբաժինը կազմել է 6.8 միլիարդ դրամ կամ ամբողջի 6.3%-ը, կատարողականը կազմել է 82.1%։ Ընթացիկ ծախսերի 75.1%-ը, 76.6 միլիարդ դրամ գումարով աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված միջոցներն են։ Ընդամենը 108 միլիարդ դրամ հատկացումներում սոցիալական բնույթ ունեցող և գնում չհանդիսացող ծախսերը կազմել են 86 միլիարդ դրամ, ամբողջի 79%-ը, կատարողականը 85.9 միլիարդ կամ 99.9%։ Իսկ գնումների ընթացակարգով նախատեսվող հատկացումները 22.8 միլիարդ դրամ, ամբողջի 21%-ը, կատարողականը 19.8 միլիարդ դրամ կամ 86.8%։ Ներքին գործերի նախարարության միասնական համակարգի ստորաբաժանումների գործունեության ապահովման ծախսերի ֆինանսավորումը կազմակերպել և իրականացվել է 6 ծրագրերով և 23 հիմնական քաղաքականության միջոցառումներով, 116 արդյունքային չափորոշիչով, որից 61-ը քաղաքական, 23-ը որակական և 24-ը ժամկետային, 1-ը ոչ ֆինանսական չափորոշիչ ցուցանիշներ, դրանք ըստ էության ապահովելով նախատեսված բյուջետային միջոցների հաշվին իրականացվող աշխատանքների, մատուցվող ծառայությունների և ակնկալվող արդյունքների միջև փոխկապակցվածությունը։ Ամփոփելով ֆինանսական հատվածը, ներկայացնեմ ծրագրային բյուջեի մեթոդաբանությանը համահունչ 2025 թվականի ընթացքում նախարարության կողմից իրականացված կարևորագույն միջոցառումները։ Այսպես պետք է փաստեմ, որ իրականացվել են ծավալուն և համակողմանի աշխատանքներ ուղղված նախարարության ինստիտուցիոնալ զարգացմանը, կարողությունների հետագա հզորացմանն ու մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը։ Հաշվետու տարում շարունակվել են միգրացիա և քաղաքացիության որակի զարգացման աշխատանքները։ 2025 թվականի նոյեմբերի 5-ին, որպես հայկական կողմի գլխավոր բանակցող, ներքին գործերի նախարարը պաշտոնապես ստացել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը, ինչը ՀՀ-ԵՄ հարաբերությունների նոր որակի մասին է խոսում։ Ներքին գործերի նախարարությունը ստանձնել է գործողությունների ծրագրի կատարման համատեքստում միջգերատեսչական համակարգողի դերը և զուգահեռաբար աշխատում է բոլոր այն գերատեսչությունների հետ, որոնք ծրագրի որևէ հենանիշի հասցեատեր են։ Նշեմ, որ Հայաստանը միակ պետությունն է, ում հետ ԵՄ-ն ակտիվ երկխոսություն է վարում վիզաների ազատականացման թեմայով և միակ պետությունն է, որը երկխոսության մեկնարկից հետո ռեկորդային արագ ժամանակում ստացավ գործողությունների ծրագիրը։ Ներկայումս ակտիվ փուլում են գտնվում նոր կենսաչափական համակարգի ներդրման աշխատանքները, բոլորովին նոր որակի և միջազգային անվտանգային չափորոշիչներին համահունչ կենսաչափական փաստաթղթեր տրամադրելու նպատակով 2025 թվականին մեծածավալ աշխատանք է կատարվել և շարունակում է ընթանալ պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով ընտրված միջազգային գործընկերոջ հետ։ Երևանում ամենաբանուկ առևտրի 2 համալիրներում, մոլերում կբացվեն գերժամանակակից գրասենյակներ, կենսաչափական տվյալների հավաքագրման, բոլորը մեկում, ինքնասպասարկման սարքավորումներով, մանկական խաղասրահներով, սպասարկվող միջազգային ստանդարտներով։ Սրանով հանրային ծառայությունների մատուցման բոլորովին նոր ստանդարտ կսահմանվի Հայաստանի Հանրապետությունում, փակելով անձնագրային համակարգի հնամաշ և ցածրորակ ենթակառուցվածքի էջը և կոտրելով ոլորտի կարծրատիպերը։ Արդեն իսկ ավարտվել են անձը հաստատող փաստաթղթերի
գեղարվեստական ձևավորման եւ անվտանգային բաղադրիչների վերջնականացման աշխատանքները։ Կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի արտադրությունը կմեկնարկի 2026 թվականի աշնանը, արդյունքում շահառուները կստանան անձը հաստատող միջազգային չափորոշիչներին համապատասխան փաստաթղթեր։ Ազգային ժողովի կողմից 2025 թվականի հուլիսի 3-ին ընդունվել է բնակչության պետական ռեգիստրի մասին նոր օրենքը, մեկնարկել է նոր ծրագրային ապահովման մշակման աշխատանքները միջգերատեսչական պարբերական քննարկումներին զուգահեռ։ Բնակչության պետական նոր ռեգիստրը դառնալու է անձի մասին տեղեկությունների միակ եւ ճշգրիտ աղբյուրը։ Նոր ռեգիստրի գործարկմամբ փակվելու է քաղաքացուն կամ օտարերկրացուն տարբեր մարմիններ անվերջ ուղղորդելու պրակտիկան։ Մշակման փուլում է գտնվում միգրացիոն նոր ռազմավարությունը, որտեղ առանձին անդրադարձ է կատարվում քաղաքացիության ինստիտուտին եւ դրա վերափոխման տեսլականին։ Քանի որ անդրադարձա քաղաքացիության թեմային, ներկայացնեմ նաեւ ամփոփ վիճակագրական պատկեր Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների կողմից հայ քաղաքացիություն ստանալու համար ներկայացված դիմումների մասով։ Ընդհանուր թվով հայ քաղաքացիություն է ձեռք բերել 39650 Ղարաբաղից տեղահանված անձ, որից 27296 անձի ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է ՀՀ քաղաքացիություն, մերժման դեպքեր չեն եղել։ Քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգի նոր թվային համակարգի գործարկման պահից այս տարվա հունվարի 1-ից նկատվում է Ղարաբաղից տեղահանված անձանց կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմելիության աճ։ Մասնավորապես այս տարի հունիս ամսվա սկզբի դրությամբ թիվը կազմել է 11146, Ղարաբաղից տեղահանված անչափահաս անձանց թիվը կազմել է 28000, որից շուրջ 12000 անչափահասներին տրվել է ՀՀ քաղաքացիություն։ Թվայնացման եւ ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ եւս 2025 թվականի ընթացքում մեծածավալ աշխատանքներ են իրականացվել, դրանցից են համայնքային եւ քրեական ոստիկանության գործիքակազմերի թվայնացման նախաձեռնումը, արտադրական վտանգավոր օբյեկտների շտեմարանի ձևավորման նախաձեռնումը, վարորդական վկայականների եւ հաշմարման վկայագրերի լիարժեք եւ ամբողջական թվայնացումը, ավտոմեքենաների առուվաճառքի գործարքի ամբողջական եւ համալիր թվայնացումը, վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական կամ գործնական քննություններին պետական տուրքի դիմաց արտահերթ մասնակցության հնարավորությունը, քննական տրանսպորտային միջոցները հագեցվել են նաեւ տեսահսկման համակարգերով, տրանսպորտային միջոցների պետական գրանցման հաշվառման գործողության արդյունքում ըստ անհրաժեշտության տպագրված փաստաթղթերի եւ հաշվառման համարանիշների փոստային առաքումը, տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշների էլեկտրոնային աճուրդի ամբողջական թվայնացումը, քաղաքացիության շնորհման կամ դադարի դիմումների ընդունման եւ գործերի վարման թվայնացումը, 2026 թվականի հունվարի 1-ից գործարկված օտարերկրացիների կացության կարգավիճակների թվայնացման նախաձեռնում, փաստացի բնակության հիմքով հաշվառում ձեռք բերելու եւ այն փոխելու գործընթացի թվայնացում, հերթագրման համակարգեր ՆԳՆ մատուցվող բոլոր հանրային ծառայությունների համար ամբողջապես թվայնացված։ Ներքին գործերի նախարարության կրթական ծառայություններ ծրագրի համատեքստում պետք է արձանագրեմ, որ 2025 թվականին ամբողջությամբ ձևավորվել է ՆԳՆ միասնական կրթահամալիրը, որի նպատակը միջազգային չափորոշիչներին համապատասխան եւ մրցունակ մասնագետների պատրաստումն է։ Հատկանշական է, որ կրթահամալիրի ձևավորումը ոչ միայն պարզապես կառուցվածքային փոփոխություն է, այլ բովանդակային, կրթությունը դարձնելով կարիերայի առաջընթացի յուրաքանչյուր շրջափուլի անբաժանելի մաս։ 2025 թվականի ընթացքում ներքին գործերի նախարարության կրթահամալիրում վերապատրաստում են անցել շուրջ 13000 հանրային ծառայողներ։ 2025 թվականին մեկնարկել եւ արդեն իսկ ավարտվել են ներքին գործերի նախարարության կազմում Ազանգերի օպերատիվ կառավարման 1 միասնական կենտրոնի 112-ի ձևավորման աշխատանքները, ասեմ, որ գրասենյակը 2026 թվականի փետրվարի 15-ից գործում է եւ մենք ունենք զանգերի սպասարկման տևողության
բացահայտված դեպք չենք ունեցել առհասարակ։ Զուգահեռաբար հանցավորության կանխարգելման ուղղությամբ հիմնական ռազմավարական մոտեցումները ձևակերպելու եւ հաստատելու, ներգրավված մարմինների միջև պատասխանատվության ոլորտները հստակ բաշխելու, ինչպես նաեւ հիմնական գործողությունները ծրագրելու նպատակով Ներքին գործերի նախարարությունը մշակել եւ շրջանառության մեջ է դրել հանցավորության կանխարգելման ռազմավարություն եւ դրանից բխող գործողությունների ծրագիր, որն այս տարի կներկայացվի կառավարության քննարկմանը եւ հույսով ենք, որ նաեւ կհաստատվի։ Ինստիտուցիոնալ առումով հանրային անվտանգության ապահովման գործունեությունը ներկայացնեմ եւ նշեմ, որ 2025 թվականի նոյեմբերի 1-ին գործարկվեց 4-րդ եւ վերջին հենասյունային ծառայությունը ոստիկանության գվարդիան։ Այն համալրված է ամբողջովին նոր ժամանակակից տեխնիկայով, ունի արդիականացված կինոլոգիական կարողություններ եւ մասնագիտական ծավալուն վերապատրաստում անցած անձնակազմ։ Գվարդիայի հիմնական առաքելությունն է հասարակական կարգի եւ քաղաքացիների անվտանգության ապահովումը որպես հանրային անվտանգության նոր երաշխավոր։ Գվարդիայի ձևավորման շրջանակներում վերանայվել, օպտիմալացվել եւ ստանդարտացվել է ոստիկանության կողմից պահպանվող կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը։ Իրականացվել է մասնավոր պարոնորդական գործունեության վերափոխում, վերահսկողության արդյունավետությունն ու ոլորտի համապատասխանությունը պետական եւ հանրային անվտանգության պահանջների բարձրացնելու նպատակով։ Հետևողականորեն շարունակվել է պարեկային ծառայության ինստիտուցիոնալ կայացման կարողությունների զարգացման գործընթացը։ 25 թվականի ընթացքում պարեկային ծառայության վարչակազմը Երևանի գունդը եւ օպերատիվ կառավարման կենտրոնը տեղափոխվել է նոր եւ ժամանակակից մասնաշենք։ Պարեկային ծառայողների համար վերապատրաստումները պարտադիր են դարձել արդեն տարեկան կտրվածքով։ Պարեկային ծառայությունը շարունակում է ապահովել արտաքին ծառայությունը, ակտիվացնելով հանցավորության դեմ պայքարում իր ներգրավվածությունը։ Նշեմ, որ 2025 թվականի ընթացքում պարեկային ծառայության կողմից հայտնաբերվել եւ բացահայտվել է հանցագործության 14747 դեպք։ Սևանա լճի էկոհամակարգի պահպանման ուղղությամբ ձկնորսության արգելքի ողջ ժամանակահատվածում առգրավվել է 4.5 տոննա ապօրինի որսած ձուկ։ Երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում պարեկային ծառայության անզիջում եւ հետեւողական աշխատանքի ցուցանիշներից ամենակարևորը կուզենայի առանձնացնել, նշեմ, որ երկրորդ տարին անընդմեջ հաջողվել է կրճատել ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թիվը եւ դա այն պայմաններում, երբ հանրապետությունում տրանսպորտային միջոց հաշվառված տրանսպորտային միջոցները հասել է շուրջ 1 միլիոնի, այսպես 2025 թվականին ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թիվը 24 թվականի համեմատ հաջողվել է կրճատել 50-ով, իսկ 2023 թվականի համեմատ 95-ով, կարծում եմ սա շատ կարևոր եւ առանցքային ձեռքբերում է բոլորիս համար։ Նշեմ, որ միայն քրեական ոստիկանության կողմից բացահայտված դեպքերով պետությանը եւ համայնքին պատճառված նյութական վնասը նախնական հաշվարկներով 25 թվականի կտրվածքով եմ ասում, կազմել է շուրջ 25 միլիարդ դրամ, կան նախաձեռնված վարույթներ եւ վերականգնված միջոցներ։ Կիբերհանցագործությունների դեմ պայքարի նորաստեղծ վարչության կողմից բացահայտվել է կեղծ ներդրումային հարթակների միջոցով համակարգչային հափշտակություններ կատարող մեծամասշտաբ 4 հանցավոր խումբ, սա եւս 2025-ի մասին է խոսքը գնում, այս տարի եւս ունենք այսպիսի բացահայտումներ, պարզվել է ՀՀ տարածքում առցանց տիրույթում գովազդների միջոցով արտարժույթի եւ կրիպտո ակտիվների շահավետ պայմաններով փոխանակման պատրվակով խարդախություն կատարող անձանց շրջանակ, նախաձեռնվել է 20 քրեական վարույթ։ Թվային միջավայրում ոստիկանության կարողությունները հզորացնելու նպատակով նախապատրաստական աշխատանքներ են տարվել քրեական ոստիկանության թվային գործիքակազմերի ընդլայնման եւ կիբերլաբորատորիայի ձևավորման ուղղությամբ։ Մենք ակնկալում ենք, որ մինչեւ այս տարվա ավարտ այդ կիբերլաբորատորիան արդեն ունենանք եւ 27-ից կգործարկենք այն։ Չէ, քրեական ոստիկանության մասնաշենք։ Դմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում քրեական ոստիկանությունը գործնականում իրականացրել է իրավապահ համակարգի ռազմավարական մոտեցումը, կենտրոնանալով դմրամիջոցների ներմուծման եւ արտադրության շղթայի բացահայտման վրա եւ ի սկզբանե շրջանառությունից դուրս բերելով դմրանյութերի մեծ խմբաքանակներ, բացառելով դրանց հետագա տարածումը հանրապետությունում։ 25 թվականին ընդունվել է դմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման եւ ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը առաջին անգամ խնդրո առարկա դիտարկելով ոչ միայն հանրային անվտանգությունը, այլ նաեւ հանրային առողջապահությունը։
2025 թվականին իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ընդհանուր առգրավել եւ շրջանառությունից դուրս է բերվել շուրջ 768 կիլոգրամ տարբեր տեսակի թմրամիջոց, ինչը 80%-ով ավել է 24 թվականից։ Հայտնաբերվել է համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության 460 դեպք։ Զենքի ապօրինի շրջանառության հակազդման հրազենով կատարվող հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքում 25 թվականին առգրավել, հայտնաբերվել եւ բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր հանձնվել է 2246 միավոր հրազեն, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 667-ով կամ 42.2%-ով։ Համայնքային ոստիկանությունը շուրջ 1 տարվա գործունեության ընթացքում շարունակել է փուլային սկզբունքով բեռնաթափվել ոչ ոստիկանական գործառույթներից, ինչը հնարավորություն է ստեղծել եւ բաց ազատ դաշտ ստեղծել համայնքի հետ տարվող աշխատանքների համար։ Ձերբակալվածների իրավունքների երաշխավորման նպատակով ներդրվել է խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի արձանագրման հստակ մեխանիզմ համաձայն միջազգային ստանդարտների։ Օպտիմալացվել են ձերբակալվածներին պահելու վայրերը դրանք կրճատելով 30%-ով։ Ձեռք են բերվել միջազգային ստանդարտներին համապատասխան հատուկ կահավորված 34 տրանսպորտային միջոց ձերբակալվածների ուղեկցումները արժանապատիվ կազմակերպելու նպատակով։ 2025 թվականին արձանագրվել է ընտանեկան եւ կենցաղային բռնության դեպքերով ոստիկանություն հաղորդում ներկայացնելու էական աճ 23%-ով։ Մասնավորապես 25 թվականին ստացվել է 2775 հաղորդում, ինչը վկայում է թե մեր քաղաքացիների դիմելիության մասին, թե ոստիկանության նկատմամբ հանրային վստահության աճի մասին։ Ուսումնական հաստատությունների տնօրինության եւ մանկավարժների հետ ակտիվ համագործակցության արդյունքում 2025 թվականին նույնականացվել են պարտադիր կրթությունից դուրս մնացած 84 անչափահաս, 24 թվականին 43-ն են եղել։ Ոստիկանության կողմից հայտնաբերվել են նաեւ պարտադիր կրթությունից դուրս չմնացած, սակայն ռիսկային գոտում գտնվող 310 անչափահաս եւ ուղղորդվել են համապատասխան մարմիններ։ Ուսումնական հաստատություններում կատարված իրավախախտումների վերաբերյալ ներքին գործերի նախարարության կողմից 25 թվականի ընթացքում Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն է ուղարկվել 9 միջնորդություն։ Կարևորելով անչափահասների համար առավել անվտանգ միջավայրի ապահովումը արգելվել է 18 տարին չլրացած անձանց արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքին նմանվող առարկաների, սարքերի կամ գործիքների վաճառքը, իսկ 16-ից 18 տարեկան անչափահասներին այդպիսի առարկաներ կրելը։ Մեկնարկել է մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի խորքային բարեփոխման գործընթաց, որն ուղղված է հատկապես ոստիկանության ծառայողների որակի, վստահելիության եւ արդյունավետության բարձրացմանը։ Ընդունվել է ոստիկանության բարեվարկության եւ կարգապահական կանոնագիր օրենքը, ներդրվել է ոստիկանության էթիկայի հանձնաժողովի ձևավորման մեխանիզմ։ Հաստատվել են ոստիկանության ծառայողների վարքագծի կանոնները եւ առաքինության ստուգման կարգը։ Առաջին անգամ մշակվել եւ ներդրվել է ոստիկանության ծառայողի կողմից ուժային միջոցների գործադրման ստանդարտը, որը պարտադիր է ոստիկանության բոլոր ծառայողների համար։ Ոստիկանության ամբողջ անձնակազմը վերապատրաստվել է եւ շարունակում է հետեւողականորեն ուժային միջոցի գործադրման ստանդարտը դարձնել մարմնի հիշողության մաս։ Շարունակելով ոստիկանության կանանց ներգրավվածության, ուրեմն խթանող տարաբնույթ միջոցառումները, մեր կողմից հայտարարվել են տարբեր ընդունելություններ, կազմակերպվել են արշավներ այս ուղղությամբ եւ ըստ էության մենք 2026 թվականի կտրվածքով որոշակիորեն մոտեցել ենք մեր ցուցանիշին, բայց դեռևս չենք հասել։ 20% ունենք կանանց մասնաբաժին այս պահին, բայց մեր ցուցանիշը 30-ի մոտ է։ Մեր հանձնառությունը, բայց դա էլ կհաղթահարենք։ Կարծում ենք տարին դեռ չի ավարտվել։ Ոստիկանությունում ծառայության անցնելու գրավչությունը բարձրացնելու նպատակով հանդես են եկել նաև ոստիկանության ծառայողի համար նոր սոցիալական ծրագրի նախաձեռնությամբ, ըստ որի ոստիկանության ծառայողները կկարողանան բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերել կամ բնակելի տուն կառուցելու նպատակով օգտվել մատչելի եւ արտոնյալ պայմաններով հիպոթեկայի վարկավորման ծրագրերից։ 25 թվականի ընթացքում ոստիկանությունում շարունակվել է ատեստավորման գործընթացը, ատեստացիայի մեկնարկից սկսած ընդհանուր առմամբ դիմել է ոստիկանության 9525 ծառայող, հաղթահարել է 4921-ը։
Այս մասով մի փոքր օրինակ նշեմ, եթե նախկինում քրեական ոստիկանը ստանում էր 285,000 շուրջ աշխատավարձ, գերազանց ատեստավորման դեպքում վերջինիս աշխատավարձը կազմել է 585,000 դրամ։ Հատկանշական է, որ Միջազգային հանրապետական ինստիտուտի IRA-ի նախաձեռնությամբ կատարված հանրային կարծիքի ուսումնասիրությամբ Հայաստանի առկա բնակչություն հետազոտության արդյունքներով ոստիկանության նկատմամբ հանրային վստահության մակարդակը կրկին բարձրացել է 61-ից հասնելով 68%-ի։ Հետազոտության տվյալների համաձայն 26 թվականի մայիսի դրությամբ հարցմանը մասնակցած անձանց 68%-ը նշել է, որ լիովին կամ հիմնականում գոհ է ներքին գործերի նախարարության աշխատանքից։ Նվազել է ոստիկանությունից դժգոհ քաղաքացիների թիվը, հասնելով 28%-ի։ Բացի այդ, Հայաստանն ընդգրկվել է World Travel Index-ի ճամփորդության համար աշխարհի ամենաապահով երկրների ցանկում եւ 190 երկրների շարքում 13-րդ տեղում է։ Հաշվետու տարում ներքին գործերի նախարարությունը շարունակել է մեծածավալ աշխատանքներ իրականացնել նաև աղետների ռիսկի կառավարման, արտակարգ իրավիճակների արձագանքման եւ հետաղետային վերականգնման ինստիտուցիոնալ կարողությունների շարունակական զարգացման, ինչպես նաև աղետների դիմակայուն հասարակություն եւ պետություն ձևավորելու ուղղությամբ։ Ընդունվել է աղետների ռիսկի կառավարման եւ բնակչության պաշտպանության մասին օրենքը, որը սահմանում է ոլորտի պետական քաղաքականության միասնական մոտեցումները։ Վերանայվել է տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտում պետություն մասնավոր հատված գործառույթային հարաբերակցությունը, ընդ որում եւ ըստ այդմ կներեք ներքին գործերի նախարարությունը մշակելու է ոլորտի քաղաքականությունը, սահմանելու կանոնները, ապահովելու հսկողությունը, իսկ մասնավոր ոլորտը շուկայի մրցակցության պայմաններում ապահովելու է պետության սահմանված խաղի կանոններին համապատասխան գործընթաց։ Այս տրամաբանությամբ 2025 թվականի նոյեմբերի 1-ից լուծարվել է տեխնիկական անվտանգություն ազգային կենտրոն ՊՕԱԿ-ը, թողնելով հարթակը մասնավոր ոլորտին։ Կառավարության որոշմամբ սահմանվել են ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայանների կառուցվածքի, հեղուկ վառելանյութի պահման, վաճառքի, պահեստավորման, առաքման, փոխադրման, բաշխման և լցավորման կայանների անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները։ 2025 թվականին մշակվել և հավանության է արժանացել փրկարար ծառայության զարգացման հայեցակարգը, իրականացվել են փրկարար ծառայության կենտրոնական ապարատի կառուցվածքային փոփոխություններ։ Հաստատվել են փրկարար ծառայության ծառայողների վարքագծի կանոնները, ինչը կարևոր քայլ է նաև ծառայողների էթիկայի և պատասխանատվության ամրապնդման ուղղությամբ։ Շարունակվել են Հայաստանի Հանրապետության տարածքում կամավորական հրշեջ փրկարարական հենակետերի ձևավորման աշխատանքները, հաշվետու տարում 2 նման հենակետ ենք մենք ստեղծել Մեղրաձորում և Արագածավանում, ընդհանուր թիվը հասցնելով 11-ի։ Ենթակառուցվածքների զարգացման շրջանակում արդեն իսկ բացվել է Ստեփանավանի մասնաշենքը, ընթանում են Սևանի ջրափրկարարական կայանի և Եղեգնաձորի հրշեջ փրկարարական ջոկատի մասնաշենքերի կառուցման աշխատանքները, այս տարի սրանք ևս կավարտվեն։ Փրկարար ծառայության նյութատեխնիկական հագեցվածության նպատակով ձեռք է բերվել հրշեջ փրկարարական 18 նոր ավտոմեքենա և հատուկ տեխնիկա, ինչպես նաև մարտական հանդերձանք և ժամանակակից փրկարարական գործիքներ։ Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից 25 թվականի ընթացքում փրկվել է 202 մարդու կյանք։ Հաշվետու տարում շարունակվել է նաև փրկարար ծառայողների ատեստավորման գործընթացը, ընդհանուր առմամբ 1808 ծառայող է դիմել, որոնցից հաղթահարել է 943-ը ատեստացիան։ Նշեմ, որ մեկնարկել են սեյսմիկ դիտացանցի ամբողջական և լայնամասշտաբ արդիականացման աշխատանքները, որոնց շրջանակներում ձեռք կբերվեն, այս տարի ևս բյուջեով գումարը հատկացվել է, և ձեռք կբերվեն տարածաշրջանում աննախադեպ ժամանակակից սեյսմիկ դիտարկման և չափման սարքավորումներ, դրանք էականորեն կընդլայնեն երկրաշարժի վաղ հայտնաբերման, տվյալների ճշգրտման վերլուծության և սեյսմիկ ռիսկերի գնահատման հնարավորությունները։ Եթե կարճ, թերևս այսքանը, շնորհակալ եմ, եթե հարցեր կան, սիրով կպատասխանեմ։ Հիմա հարցերի մինչև հերթագրումը